նախ պիտի խնդրենք ներկայանաք եւ ներկայացնեք այն իրավիճակը, որում հայտնվել եք դուք այսպես ասած խաբեության զոհ եք դարձել, մի փոքր կմանրամասնեք ձեզ հետ կատարվածի վերաբերյալ։ Անպայման։ Ուրեմն 13 թվականին 2013 թվականին ես Գեորգի երաշխավոր եմ կանգնել, բանկից գումար է վերցրել։ Դա կմնացող էր մնացել 3.200.000 դրամ։ Ուրեմն անօրինական որոշման հիման վրա վաճուշտներ են կազմակերպվել, բնակարանը օտարվել, վաճառվել է երրորդ անձի, բայց այս սեփական գույքը 2 հոգու մասնաբաժին է, իմ ու մամայի 50%-ի նկատմամբ։ Ուրեմն մյուս կողմին մամային չի առաջարկվել, բնակարանը քննելու հնարավորություն չի տրվեցվել, նամակները չեն ուղարկել, որ տեղեկանանք, որ աջուշտներ են կազմակերպվել, վաճառվում է եւ այլը, վաճառել են, կոռումպացված խումբ կա, իմ կարծիքով, ես դատավոր չեմ, որ դատապարտեմ, բայց վստահ եմ, որ ինչ որ մի բանը այն չէ, որովհետեւ եթե հարցը գումարի բռնագանձումն էր, գումարը կրնային այլ կերպ բռնագանձեին, ժամանակացույց տային եւ այլը եւ այլը։ Ձեզ ովքեր են այդ մեղավորները։ Իմ կարծիքով вообще Գյումրի քաղաքում խոսակցություններ կա, որ տակից կոնկրետ մարդիկ կան, մենակ իրանք կրնան բնակարաններ ձեռք բերել, որովհետեւ եթե հարցը գումարի տեսքով էր, եթե 2.900.000 դրամ գումարն էր, բռնագանձելը թվա որ իրանք շատ հեշտությամբ կրնային նույնիսկ բռնագանձեին։ Հարցը գումարը չէ, հարցը դեռ էս կոռումպացված թիմն է, որ նոր կազմակերպել է ամեն ինչը ու այսպես ով որ կլինի անելանելի վիճակի մեջ, հարիտը կօգտագործեն, բնակարանը ցերից կվերցնենք վաճառել։ Այսինքն ձեզ չեն ասել, որ կարող են Այսինքն փաստեր կան, արձանագրված փաստեր կան, որ տակի գործողությունները անօրինական են, անվավեր է ճանաչվել դատարանի կողմից, տակից տեղեկություններ, մենք քաղաքից տեղեկություններ ունենք, որ տակից միշտ նույն մարդիկ տնտես ձեռք բերեն, նամակները չեն փոխանցել մարդկանց, որ տեղյակ եղնին հնարավորություն ունենան պաշտպանվելու, ուրեմն մամային զրկել են իրավունքից, ձեռքբերման, գույքը ձեռքբերման իրավունքից ու օտարե վաճառել են։ Մաման ընդհանրապես տեղյակ չի եղել ոչ մի բանից, թե ես երաշխավոր եմ, պարզես, ինչ որ մի տեղ ես էլ մեղավորություն ունեմ, բայց մամայի հանգամանքը вообще իր գույքը դաժե շուկայական արժեքով չեն ուզել փոխհատուցել։ Դե вообще ընդհանրապես ոչ մի փոխհատուցում չեն նախատեսել։ Իսկ դիմել եք հայփոստ, ինչի չեն փոխանցել նամակները։ Հայփոստ գնացել ենք, ուրեմն այդ ժամանակ չկրնացան կապացուցեինք, որ փոստային բաժանմունքը նամակները չի փոխանցել մեզի։ Բայց այս վերջերս գնացինք, տեսանք, որ ուրեմն բեսպայի գնացինք, որ տակը տեղեկացրեց, որ դուք հետ պահանջված նամակ ունիք, գնացինք, ասենք նամակ ունենք, ինչի չեք փոխանցել մեզի։ Բարձրացավ, որ արդեն նմուշած, որ փչիշկեն բերեն դրած չպահանջված, տեղափոխված, կուզեն այդ նամակները հետ ղրկեն, բայց ժամկետների մեջ են նամակները, իրանք արդեն պեկանիկը խփել են, փչիշկեն դրել են եւ այլն եւ այլն։ Այսինքն ԴԱԿ-ը համագործակցում է հայփոստի որոշ աշխատակիցների։ Ես դատավոր չեմ, պես բաներ չեմ կրնա արձանագրեմ, բայց ամենայն հավանականությամբ այդպես մի մեխանիզմ կգործի, որ հասարակ քաղաքացին պրոստը հնարավորություն չունի իր իրավունքները պաշտպանելու ու վերջ։ Ասացիք, որ տակից նույն մարդիկ են բնակարաններ գնում, ովքեր են մարդիկ։ Իմս կոնկրետ Տեպանոսյան Արամն է, ձեռք բերել, աջուշտով ձեռք բերել ու տեղեկություններ կան, որ ինքը շատ է ձեռք բերել նմանատիպ պայմաններում էլի։ Տակից շատ բնակարաններ է ձեռք բերել ու տեղյակ ենք, որ ինքն է թիգունք ունի, պետական պաշտոնյա, պես խոսակցություններ ենք լսել, կոնկրետ ինֆորմացիա չունենք, որ կոնկրետ ինֆորմացիա ունենենք, դատական process ավելի հեշտ կլինի, պրոստը տեղեկացված չենք, ով է իրանց թիգունքում կանգնած։ Իսկ այդ ինֆորմացիան ձեզ որտեղից դուք անուն եք նշում, ասում եք էլի գործարքներ է իրականացրել բնակարանների։ Ուրեմն կադաստրից մենք տեղեկանք ենք վերցրել, որ այդտեղ են մի քանի տասնյակ բնակարանների տերը։ Ինչո՞վ է զբաղվում։ Իան անձը որոնի մի քանի։ Հենց այդ գործով։ Չէ, հենց այդ գործով է զբաղված, չէ, ինքը ոչ միլիարդատեր է, ոչ բիզնեսների տեր է, մի հատ խանութ ունի ախուրյան, պրոդուկտովի մի հատ խանութ ունի, ու շատ պրոդուկտովի խանութ, դա չէ, փոքր։ Իսկ գումարների ծախման Չէ, ես պրոստը բողոքարկել եմ, վիճարկել եմ աջուշտները անվավեր ճանաչելու հարցը,
Տարբեր պատճառաբանություններով դատարանը պրոստը կմերժի։ Մի անգամ ստորակետն է պակաս, մի անգամ հայրանունն է սկզբից գրած, հետո ազգանունը, այդ պատճառով, մի անգամ ավելի ապուշ պատճառաբանություն, ուտես պրոստի շոր մարդու ծաղրեն, էլի, այդ վիճակն է։ Փաստաբանների դիմել եք։ Երկու փաստաբանի դիմեն եմ, երկու փաստաբանն է երևի իրանց շայքից էր, որովհետև բացառիկ հնարավորություն ունեցող գործը հաղթելու պարտվել են։ Իսկ հիմա ինչ եք անելու, այսօր վերջին օրներ ազատում եք։ Ես ոչ այլ բնակարան ունիմ, սիգին վերջի կացարանս է, ուստի վերջի կացարանի միանավակ գումար կա պետության կողմից համվաված 4 միլիոն 900 հազար դրամ, որ կոնե մարդ նեշտա իրան մի հատ տոնի գառնի, այդ հնարավորությունը ցել են ինձ զերգի։ Ոչ մի փոխադություն։ Երկու անչափահաս երեխուս հետ, կնոջս 75 տարեկան մորս հետ հայտնվել են փողոցում։ Միջի դեկիշ դենեն։ Լքելու եք բնակարանը։ Աջուշներից հետո արդեն բնականաբար։ Մինչև աջուշների ավարտվելը մենք ընդհանրապես ոչ մի տեսակի նամակ, ինֆորմացիա, հեռախոսազանգ եւ այլը ոչ մի բան չենք ստացել։ Այսինքն վաճառքից հետո նոր տեսարյակ են պահել, որ սեփնականը վաճառված է եւ դուք պետք է։ Հա, հենց վաճառքի հաջորդ օրը։ Հենց աջուշտը ավարտվելու հաջորդ օրը, բայց այդ հեռախոսահամարները, որոնք մենք տնօրինում ենք, այդ հեռախոսահամարները 1999 թվականից մեր անունով է ձևակերպված, նույնիսկ կարող ենք Արմենտելից ինֆորմացիա քաղել, որ այդ հեռախոսահամարները երբևիցե անջատված չեն եղել, երբևիցե ուրիշի անունով չի եղել, միշտ մերն են եղել այդ հեռախոսահամարները, ոչ մի անգամ ոչ զանգ եղել, ոչ զգուշացում եղել, ոչ տեղեկացում։ Մամային նույնիսկ հրաժարականի տեղեկանք ստորագրել չեն տվել, որ մաման հրաժարվի իմ մասնեբաժինս կնելու հնարավորություն ունի։ Բնակարանում միշտ մարդիկ են։ Միշտ 91 թվականից ըստ տնականն ենք ինչ ստացել ենք, մենք միշտ տեղ ենք ապրել։ Երբևիցե չենք բացակայել երկրից, ուրիշ երկրներում չենք ապրել, մենք նույնիսկ էլ ցանցից ենք տեղեկանքներ վերցրել, որ միշտ էներգիա է ծախսվել, գազի գրասենյակից ենք տեղեկանքներ վերցրել, որ գազ ենք մուծել, ինտերնետ ենք վճարել եւ այլն։ Երբևիցե չենք բացակայել։ Իսկ ինչու է պոստը չի բերել նամակները։ Երևի հրահանգավորում է ստացել կոնկրետ մարմիններից, պետական պաշտոնյաներից եւ այլն։ Պոստ ասեցին, որ նման բան չի ունեցել, այսինքն հերկեց Մենք արձանագրված փաստեր ունենք, ես ինչ որ սկսեմ, եթե պետք է, դոնց սաղ ինֆորմացիաները, դոկումենտները, թղթերը, վիդեոզապիսները, բոլորը կա։ Պոստային բաժանմունքից մենք նույնիսկ իրանց կամերաների վիդեոներն ենք ստացել, որ իրանք չէին պատրաստվում նամակը բերեին մեզի Հիմա այսպես հեշտությամբ թողնելու եք ձեր տունը, Չէ, մինչև վերջ պայքարելու եմ ու մինչև Եվրոդատարան։ Կյանքիս բոլոր ռեսուրսները պետք է ներդնեմ, որ գործը բացահայտվի։ Պետք է աշխատիմ տասնյակ տարիներով այդ գումարները ծախսեմ փաստաբանների եւ այլ ռեսուրսներս պետք է չխնայեմ, մինչև վերջ պետք է պայքարեմ, որ աշտարությունը հաղթի։ Տեսեք, դուք ասեցիք, որ այստեղած քննչականում գործ է հարուցված, հետո տեղափոխվել է հակապահովություն կոմիտե։ Տեղադրությունները մեջ ընկավ, հա, գործ ունեինք քննչական կոմիտեում տված, ուղարկել էին հակակոռուպցիոն կոմիտե, իմ ենթադրությամբ երևի ինչ որ կոռումպացված նյութեր էին նկատել, ուղարկել էին, բայց մինչև մի ոչ մի ինֆորմացիա, ոչ մի տեղեկություն չկա, հեռախոսով էլ զանգ տալուց հնարավոր չէ տեղեկություն ստանալ, որտեղ մեզ տեղեկացրին, որ մենակ էլեկտրոնային տարբերակով է կարելի դիմում տալ ու պատասխան ստանալ, բայց դիմում քննչական, Լենագանի քննչականի աշխատակիցն են ձեր այդ ինֆորմացիան տրամադրել Իրիցյանը։ Իսկ դուք դիմում ներկայացրել եք էլեկտրոնային տարբերակով։ Հա։ Պատասխան չեք ստացել։ Չէ, հələ պատասխան չի եկել։ Երբ եք դիմել։ Մի քանի օր առաջ եմ դիմել էլեկտրոնային տարբերակով, բայց այս ընթացքում մոտավորապես մի ամիս է փորձել ենք զանգերով ճշտել ինչ տեղեկություն կա, ինչ ընթաց կա մեր գործերից ու ոչ մի ինֆորմացիա։ Դրանց տունը վաճառել